Պարոն Քոթանջյան, առաջիկայում պաշտպանության նախարարությունում, պաշտպանության ոլորտում սպասվում են կադրային փոփոխություններ, ընդհանուր նախարարի փոփոխություն, ինչպես եք պատկերացնում այդ փոփոխությունը ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակի արձագանքն է։ Ես գիտեմ, որ շատ մեծ պատասխանատվությամբ է մեր պետության ղեկավարը մտածում այս հարցի լուծման վերաբերյալ, որպեսզի լուծումը լինի լիարժեք, ռազմավարական առումով հեռահար եւ իհարկե հաշվի առնելով եւ դասերը այդ 4-օրյա պատերազմի եւ մեր անվտանգային համակարգի զարգացման ժամանակակից չափանիշներին մղելու տեսանկյունից, պետք է ասեմ, որ մեր ղեկավարությունը, պաշտպանության նախարարության ակտիվորեն պաշտոնակատարելով իրենց պարտականությունները շարունակում են ղեկավարել ոլորտը։ Դուք տեսնում եք, որ Սերան Օհանյանը օրինակ եւ շատ կարեւոր միջոցառումներ է անցկացնում եւ դրա հետ մեկտեղ բարբերաբար լինում է առաջին գծում, հանդիպում է զինվորականության, սպայակազմի հետ, մենք չենք կարող ընդհատել մեր գործունեությունը։ Պարոն Քոթանջյան, այնուամենայնիվ ստացվում է, որ եթե Սեյրան Օհանյանին փոփոխելու անհրաժեշտություն է տեսնում իշխանությունը, ուրեմն նա չի կատարել իր առջև դրված պարտականությունը։ Գիտեք ինչ, ես չեմ կարող այդպիսի գնահատական հրապարակել, ես համոզված չեմ, որ այդպիսի գնահատական ունի նաև մեր պետության ղեկավարությունը։ Պարոն Քոթանջյան, վերջերս Հայաստանը զորահանդեսի ժամանակ ցուցադրեց մի շարք նոր սպառազինություններ, Իսկանդեր համալիրը, Սմերջ, Բուկ, Ինֆաունա, ռադիոէլեկտրոնային պայքարի կայանը։ Նման հատկապես Իսկանդեր տիպի սպառազինության տրամադրումը Ռուսաստանի կողմից Հայաստանին ոչ միայն ռազմական, ռազմատեխնիկական առումով, քաղաքական առումով ինչ է նշանակում ձեր կարծիքով, ինչու Ռուսաստանը որոշեց նման հզոր զենք տրամադրել Հայաստանին։ Երևի ես հայտնություն չեմ անի, Իսկանդերի հատկացումը Հայաստանին առաջինը բխում է մեր ռազմավարական հարաբերությունների էությունից եւ կիրառմամբ բերել է այդ զենքի տրամադրմանը։ Դրա հետ մեկտեղ դա զսպման պաշար է, զսպման ռեսուրս է, որը հնարավորություն է տալիս պատերազմի վերսկսումը, դրա պատասխանատվությունը, դրա հետևանքների ավելի լրջորեն դնել հակառակորդի ուսերին։ Սա զսպիչ ռեսուրս է։ Իսկանդերի խախտված այդ հավասարակշռությունը արդյոք այս զինատեսակներով համալիրներով բանարեց, բալանսավորեց։ Գիտեք ինչ, բանը նրանում է, որ զսպումը ունի իր եւ ռազմական բաղադրիչը եւ քաղաքական դիվանագիտական։ Եթե դասական ամերիկյան հասկացություններով մենք օգտվենք, deterrence and containment։ Մեր ինստիտուտը պաշտպանության նախարարության ղեկավարությամբ եւ հանձնարարությամբ մշակել է մենագրական հետազոտություն Ղարաբաղի պատերազմի հնարավորության դեպքերում եւ ռազմական եւ քաղաքական դիվանագիտական զսպման գործիքարանի վերաբերյալ։ Իհարկե սա շարժունակ process է եւ չի կարելի այսպես դիսկրետ ձևով հատվածաբար գնահատել մեր եւ հակառակորդի ուժերի հաշվեկշիռը։ Սա դինամիկ process է։ Եվ ես գիտեմ, որ մեր պետության ղեկավարությունը շատ ուշիմ եւ արհեստավար ձևով ոչ միայն հետևում է, այլ ղեկավարում է այս process-ը։ Պարոն Քոթանջյան, նաև այսպես մենք զորահանդեսի ժամանակ չտեսանք արևմտյան արտադրության որևէ լուրջ սպառազինություն, ինչ եք կարծում, սա ինչի մասին է վկայում։ Միգուցե Հայաստանի ղեկավարությունը սահմանափակ է իր որոշումների կայացման այսպես գործում չի կարողանում կամ չի ստացվում արևմտյան տիպի, թե կարծում եք, ինչ կարող եք ասել։ Ինչքան ես գիտեմ, իմ իմացությամբ մեր իշխանությունները, մեր ղեկավարությունը աշխատում է ավելի բարդ պայմաններում, իհարկե դուք գիտեք, որ որոշակի լարում կա Արևմուտքի եւ Ռուսաստանի հապկի հարաբերությունների համատեքստում, բայց դրա հետ մեկտեղ մեր
պետությունը փորձում է կոմպլեմենտարիզմը, հաշվեկշիռը հարաբերությունների այդ ուժային կենտրոնների հանդեպ պահպանել եւ ես կասեի հնարավորինս օգտագործել մեր ազգային անվտանգության շահերի պահպանման գործում։ Դուք ասում եք զինատեսակներ չկան, բանը նրանում է, օրինակ, ես տարայել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում 5 տարի ու կես եւ ունեմ որոշակի պատկերացումներ, բարբերաբար լինում եմ այնտեղ, լինում եմ Վաշինգտոնում, Բոստոնում, լինում եմ Բրյուսելում կամ Մոսկվայում, կան սահմանափակումներ արևմուտքի կողմից, կոնֆլիկտային զոնաներ, համապատասխան ռազմական զենատեսակներ, զենք մատակարարելու համար։ Այդպիսի սահմանափակումներ Ռուսաստանը չունի։ Բայց դրա հետ մեկտեղ արևմուտքը մեզ աջակցում է ոչ little weaponry մահացու զենքերի տրամադրմամբ։ Եթե տեսնեք կապի միջոցների առումով կամ այլ օժանդակ գործիքարանի տեսանկյունից բավականին մեծ օգնություն է ցուցադրվում այս հաշվեկշռի շրջանակներում։ Տեսեք, դուք ասում եք արևմտյան երկրները խուսափում են կոնֆլիկտային զոնաներ սպառազինություն մատակարարելուց, բայց մենք տեղյակ ենք, որ օրինակ Ֆրանսիան Վրաստանին հակաօդային պաշտպանության բավականին լուրջ համակարգեր է պատրաստվում վաճառել, գործընթացը գրեթե ավարտական փուլում է, ինչ կարող եք ասել։ Ինձ թվում է, որ դա պետք է իմաստավորել Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների առաջմղման չափով։ Նրանք բավականին ինտենսիվորեն զարգացնում են իրենց հարաբերությունները եւ փաստորեն փորձում են նախադուր ստեղծել նախաանդամության համար ՆԱՏՕ-ի շրջանակներում։ Մենք ավելի բալանսավորված քաղաքականություն ենք վարում ՆԱՏՕ-ի, ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի, Ամերիկայի հանդեպ եւ դա մեր աշխարհառազմավարական իրավիճակից է բխեցվում։ Վերջին ներողություն եմ խնդրում, իմ կողմից վերջին հարցը, պարոն Խոթանջյան, տեսեք, Ռուսաստանի նկատմամբ բավականին սուր էր քննադատությունը վերջին ամիսների, տարիների ընթացքում այն պատճառով, որ Ռուսաստանը շարունակում է այժմ էլ հարձակողական սպառազինություն վաճառել Ադրբեջանին։ Կարծում եք արդյոք, որ այս նման սպառազինության մատակարարումից հետո Հայաստանի նկատի ունեմ եւ Իսկանդար եւ Սմերչ համակարգերը եւ Ինֆաունա համակարգը կարող ենք մենք ասել, որ այդ հայ-ռուսական ինչու ոչ հակասությունները վերջին շրջանում որոշակի առումով հաղթահարված են այլևս։ Ինձ թվում է, որ պատերազմի դասերը մեր ղեկավարությունը կարողացել է ճիշտ գնահատել եւ քննարկել մեր դաշնակից Ռուսաստանի հետ։ Որ պատերազմի Քարորիայի մասին է խոսքը, որովհետեւ դասերը իսկապես բազմաշերտ են եւ հնարավորություն են տալիս եւ միջնահեռահար եւ հեռահար տեսանկյունից տեսնել մեր հարաբերությունների ապագան։ Ինձ թվում է, որ այս քննարկումը օգտակար ձևով ընթացքի մեջ է։ Ինչ ապագայի մասին է խոսքը։ Հայաստանը իր ռազմավարական գործընկեր միևնույն է շարունակելու է դիտարկել Ռուսաստանը եւ նաեւ հապկում է տեսնում իրեն անվերապահորեն։ Բալանսի մասին է խոսքը։ Հաշվեկշռի դինամիկայի մասին է խոսքը եւ դա իհարկե մեր գերխնդիրներից մեկն է։ Ինձ թվում է, որ նոր կառավարությունը եւ մեր պաշտպանական համակարգի ղեկավարությունը կշարունակի խելացի ուժի կիրառմամբ այս խնդիրը լուծել։ Պարոն Խոթանջյան, վերջին տարիներին այնուամենայնիվ Ռուսաստանից եւ ընդհանրապես այս անկախության տարիներին մենք ինչքան զենք էինք ձեռք բերել, ստացվում է արդյոք, որ այդ բալանսը խախտված է եղել եւ այս 200 միլիոն վարկի դիմաց մենք հնարավորություն ունեցանք որոշակի զենք ձեռք բերել։ Մանրամասները ես չեմ կարող հրապարակել, դա հայտնի բան է, թույլ տվեք սրանով ես սահմանափակեմ